Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Սահմանում լարվածությունը կարծես պերմանենտ պահպանվում է եւ դուք օրեր առաջ ձեր հարցազրույցներից մեկում կոչ արեցիք այլևս չխոսել խաղաղության մասին, քանի որ չկա խաղաղություն, չկա հրադադար, կա ժամանակավոր հանդարտ իրավիճակ։ Ինչ ենք արձանագրում, մենք մտնում ենք տաք պատերազմի մեջ, թե մինչև տաք պատերազմը ինչ-որ մի միջանկյալ իրավիճակ է, որը նոր ռազմական, չգիտեմ, բացատրության կարիք ունի։ Ես ձեր տաղավարում դեռ երևի մի քանի ամիս առաջ առեթունացել եմ հայտարարելու, որ մենք գտնվում ենք պատերազմի ինչ-որ մի իրավիճակում, որը լայնամասշտաբ չէ, բայց կարելի է բնորոշել այս կամ այն կերպ, մասնագետները փորձագետները բնորոշում են, չգիտեմ, դանդաղ պատերազմ, սողացող պատերազմ, հիբրիդային պատերազմ, եւ հենց առաջինը ձեր տաղավարից եմ ես դա ասել, ես այսօր էլ կրկնում եմ դա, բայց այստեղ ամենակարևոր ասելիքի կարևորությունը հետեւյալում է կայանում, որ մենք չունենք հրադադար։ Ամենակարևորը սա է, թե ինչ անուն կդնենք, սա այլ հարց է։ Իրավաբանորեն մի քիչ ուրիշ է, ես հորդորել եմ լրատվամիջոցներին իրենց հիմնական լեքսիկոնը փոխել։ Սա մի քիչ ուրիշ հարթություն է, բայց ամենակարևորը, որ բոլոր հարթություններում դա ֆիքսված է, մենք չունենք հրադադար։ Ադրբեջանի ձեռամբ հրադադարը մսխվել է, չկա։ Եվ դա եւ բանից 2015-ի ընթացքում պետք է համարել 14-15 թվականներին։ 15 թվականներին դրա փաստը մենք այսօր ամեն դեպքում հստակ ունենք։ Հրադադար չկա, եթե ամեն օր կրակում են, ուրեմն ինչ-որ մի փաստաթուղթ կամ ինչ-որ մի պայմանավորություն, որ անուններ հրադադար, այլևս խախտվում է։ Հրադադարի իմաստը ինչու՞մ է կայանում, որ կողմերը այլևս չկրակեն իրար վրա, չկռվեն իրար հետ։ Իսկ եթե դու տարվա ընթացքում ունես արդեն, չգիտեմ, 15000-ից ավել խախտումներ 13-14 թվականին մենք ֆիքսել ենք այդ թվերը եւ մի բան էլ անցնում է հրաձգային զենքերից, չգիտեմ, հրետանու, հասնում մինչեւ 122 մմ-անոց հաուբից, ինչ հրադադարի մասին է խոսքը, արդեն ծիծաղ է առաջացնում սա։ Ինչպես նշեցիք, ծանր հրետանիով է սկսել Ադրբեջանը խոցել հայկական դիրքերը եւ չգրված այսպիսի օրենք կա, որ երբ կրակում է հրետանին, ուրեմն դա արդեն տաք պատերազմ է, պատերազմական իրավիճակ է։ Հայկական կողմը նույն ձևի է պատասխանում, թե մարտավարությունը ասիմետրիկ է ամեն դեպքում։ Ես այդ բառը ճիշտ կիրառեցիք, ասիմետրիկ համարժեք, որովհետև համարժեքը դա չի նշանակում հենց սիմետրիկ նույն զենքից նույն զենքով դու պատասխանես։ Դիցուկ եթե ինքը կրակում է 82 մմ-անոց ականանետով կամ 120 մմ-անոց ականանետով, պարտադիր չի դու ինքդ 120։ Այսինքն եթե ինքը տանկ է կիրառում, պարտադիր չի որ մենք էլ տանկ կիրառենք։ Այո, պարտադիր չի որ տանկ կիրառես եւ նույն հաուբից կիրառում, պարտադիր չի նույն դրամաչափի հաուբից կիրառես։ Գիտեք, հայկական կողմը մենք դա նաեւ ապացուցել ենք, այսպես ասած, տեսադիտողական փաստերով, հայկական կողմը կարող է մեկ արկ արձակել հրետանային միջոցներից, ընդ որում պարտադիր չի նույն դրամաչափի հրետանուց լինի, բայց այդ մեկ արկը շատ ավելի դիպուկ իր խնդիրը կատարի։ Եվ պատերազմի ժամանակ էլ է այդպես։ Ճիշտ կրակողը, դիպուկ կրակողը պարտադիր չի 5 արկ արձակի, որ իր նպատակին հասնի, մեկ արկով էլ կարող է իր նպատակին հասնել։ Դա պայմանավորված է պատրաստվածության աստիճանով։ Առաջնահերթ այո, եւ միշտ է այդպես եղել ամբողջ կոնֆլիկտի պատմության ընթացքում, դեռ 88-89 թվականներից միշտ այդ պատրաստությունը եւ քանակի սակավությունը բերել է պատրաստության, պատրաստությունը բերել է արդյունքի եւ ունեցել ենք հետեւյալ արդյունքը։ Եթե դիտարկենք հայ-ադրբեջանական հակամարտության սահմանը, ապա ամենաթեժ չնայած հաղորդագրություններից արդեն կարելի է պատկերացում կազմել, բայց ամեն դեպքում այսպես համապարփակվելիության ենթադրում եմ, որ ենթարկվել է, որ մասերն են ավելի խոցելի կամ, չգիտեմ, կրակի տակ։ Ամեն դեպքում ամենալարված հատվածները պաշտպանության բանակի հատվածն է։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամենալարվածն է մնում, չնայած Տավուշից լարված։ Այո, միանշանակ։ Չնայած 14-15 թվականներին Տավուշը ինչ-որ մասով հավասարվում էր պաշտպանության բանակին, բայց ամեն դեպքում պաշտպանության բանակն ավելի լարված է, որովհետև այնտեղ շատ են կրակում,
Այնտեղ առաջին անգամ կիրառվեց հրետանին, այնտեղ առաջին անգամ կիրառվեց այս տարի տանկերը, այնտեղ այդ տարվա ընթացքում լինում դիվերսիոն ներթափանցման փորձերից գալի մասը, սակայն այնտեղ զինվորական հակամարտություն, այսինքն զինվորական հակամարտություն է, բայց Տավուշում արձագանքը երևի ավելի շատ է, քանի որ խաղաղ բնակությանն է առնչվում։ Այո, ցավոք մեր ամբողջ սահմանագոտու երկայնքով մոտ 25-27 գյուղեր կան, որոնք գտնվում են հակառակորդի կրակի գոտում։ Դա Հայաստանի տարածքում։ Հայաստանի Հանրապետության հատվածում, Պաշտպանության բանակի եւ Լեռնային Ղարաբաղի, այսինքն տարածքում գրեթե ոչ մի գյուղ հայկական չկա, որը ուղիղ կարող է ընկնել ադրբեջանական կրակի տակ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում եղած այդ 27 գյուղերից էլ մոտ 20-ը գտնվում են Տավուշում։ Դրա համար մենք, այսպես ասած, արձագանքների առումով ավելի շատ լսում ենք Տավուշից։ Ես չեմ հարցնում ինչ իրավիճակի սահմանին, որովհետև ամեն րոպե կարող է փոխվել իրավիճակը, ինչպես գիտեմ, նոր խոսեցինք, ընդհանուր առմամբ կա լարվածության թուլացում, բայց այո, ամեն րոպե կարող է փոխվել։ Տեսեք, հիմա շատ է խոսվում, թե ինչպես պաշտպանել բնակավայրերը, այսինքն խաղաղ բնակիչներին։ Հիմնական խնդիրը դա է, կարծես թե հնարավոր է ինչ-որ մարտավարության կիրառում, ինչ-որ քայլեր, որոնք խաղաղ բնակությանը կպաշտպանեն ադրբեջանական հրետանուց կամ, չգիտեմ, այլ տիպի զենքերից։ Նույնիսկ այնտեղ դիրքեր գրավելու մասին խոսքեր կար Տավուշի հատվածում։ Գիտեք, հայկական բանակի կողմից հնարավորինս ունեցած միջոցների եւ ամենամոտիկ հասանելի միջոցների, այսպես ասեմ, մակարդակով կիրառվում է առավելագույն արդյունավետ պայքարը։ Դա լինի հարձակում, դա լինի կանխարգելում, դա լինի նոր տեխնոլոգիաների ներդրում, դա լինի նոր մարտավարության կիրառում, դա միշտ դինամիկ զարգանում է։ Այսինքն մենք ամեն րոպե, ամեն հակառակորդի քայլից առաջ կամ հետո, կամ եւ առաջ եւ հետո, մենք փոխում ենք մեր գործելավոճը, որովհետեւ ավելի արդյունավետ լինենք, որովհետեւ ավելի քիչ զոհեր ունենանք մենք եւ մեր խաղաղ բնակիչը, որովհետեւ ավելի շատ զոհեր ունենա հակառակորդը եւ ավելի շատ կորուստներ կրելով չփորձի այլևս այդ սադրիչ ուրեմն մարտավարությունը շարունակել։ Բայց իհարկե պատերազմը դա դինամիկ process է։ Պատերազմում չկա մշտական արդարացված լուծումներ։ Ցանկացած լուծում կարող է հնանալ կես ժամ հետո, եւ հատկապես ժամանակից պատերազմներում։ Ժամանակից պատերազմներում որոշումները եւ իրանց արդյունավետությունը փոխվում է 10 անգամ ավելի արագ, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում է եղել։ Այսինքն դու միշտ միտքդ պետք է աշխատի, հրամանատարի միտքը զինվորի միտքը միշտ պրպտում է, միշտ նոր ելքեր է փնտրում։ Մի քանի տարի առաջ մարտավարության փոփոխություն եղավ, հենց ձեր ասածը շարունակեմ, որ ճակատում գործող հրամանատարները ավելի լայն ազատություններ ստացան որոշում կայացնելու։ Հիմա եթե փորձեք ամփոփել այդ մարտավարության կիրառումը, դա ինչ-որ չափով բարձրացրել է արդյունավետությունը, արդարացված որոշումներ։ Մենք դեռ այն ժամանակ ասացինք, որ դա ինչ-որ էպիզոդիկ պետք չի դիտարկել, այսինքն ինչ-որ նոր հնարված բան չէր, որ այս պահին որոշեցինք, հենց հաջորդ պահին դա կկիրառվի։ Ճողակին անցել է։ Այո, դա ուրեմն սիստեմատիկ փոփոխության հետևանք է։ Ընդհանուր առմամբ հայկական բանակի բարեփոխումների ծրագրում բավականին մեծ տեղ է հատկացված հրամանատարության ինքնուրույնությանը։ Իսկ դրա ապահովմանը ավելի մեծ տեղ է հատկացված, այսինքն ինչպես անել, որ հրամանատարը լինի իրոք ինքնուրույն։ Ինչպես չէ, որ դու որոշեցիր, որ ինքնուրույն է, այլևս հաջորդ պահին էֆեկտիվորեն կարող ինքնուրույն աշխատել։ Իհարկե, դա ուրեմն ռազմակրթական եւ ուրեմն դաստիարակչական եւ ուրեմն ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության, զենքերով համալրվածության, չգիտեմ, կառավարման մեխանիզմների ձևավորման մի ամբողջություն է։ Այս գործընթացը շարունակվում է։ Մենք, ինչպես գիտեք, վերջերս մենք հայտնել ենք մամուլում էլ, ուրեմն զինված ուժերի զարգացման նոր ծրագիր ունենք, նոր ծրագրում այդ ամեն ինչը ներառված է եւ այո, այսօր էլ մեր զինվորը երեկվա համեմատ, նախորդ տարվա համեմատ կամ մեկ քանի տարի առաջվա համեմատ մեր հրամանատարը ավելի ինքնուրույն է, ավելի համարձակ է, որոշումներ կայացնելիս ավելի անկաշկանդ է։ Եվ սա շարունակվելու է, որովհետև մեր որդեգրած ռազմավարության համաձայն մեր զինված ուժերը այդպեսին պիտի լինի։ Հայ
հայկական բանակի սպան պետք է լինի վստահ, բայց պատրաստված վստահ, կարողունակ վստահ։ Եվ հետևաբար ինքը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել եւ խնդիրներ լուծել։ Տեսեք, առաջին գծի հետ կապված նաեւ այսպիսի մեղադրանքներ կա Պաշտպանության նախարարությանը, որ ինչու պոստերում, այդպես ասած, կանգնում առաջին գծում կանգնում են ժամկետային զինծառայողները 18 տարեկան, 15 տարեկան, ովքեր ըստ էության ռազմական գործին այդպեսի հմտությամբ չեն կարող տիրապետել, ինչպեսին օրինակ 25-26, որոնք պայմանագրային հիմունքներով զինվորակոչվել են հայկական բանակ։ Ինչու 18-19 տարի։ Կարծեմ այդ մասին խոսել ենք, սակայն թեման շատ ենք առիթ ունեցել այդ հարցին պատասխանելու եւ ես մի անգամ կկրկնեմ, նախ նման քննադատության հիմնականում քննադատություն հնչեցնում հիմնականում ոչ մասնագետները։ Կան իհարկե որոշ մասնագետներ եւս, որոնք տեսակետ ունեն, բայց ցավոք մեր դաշտում մեծ մասամբ նման բան խոսում են ոչ մասնագետները եւ բնականաբար որ մատից քաշած տեսությունների հիման վրա։ Մենք հայտարարել ենք, որ մենք դեռ երկար ժամանակ հաշվի առնելով շատ ու շատ հանգամանքներ, որոնք պետության եւ ազգային այսօր մակարդակի հանգամանքներ են, մենք դեռ երկար ժամանակ ունենալու ենք խառը համալրման սկզբունք, այսինքն ունենալու ենք եւ պայմանագրային եւ ժամկետային։ Հետևաբար անցնել լիովին պայմանագրայինի չենք կարող, դա բացառված է։ Երկրորդը, թող ես ինքս ռազմական մասնագետ եմ, թող մեկը ինձ ցույց տա հիմնավորում, որ ուրեմն աշխարհում պայմանագրայինները, հատկապես մեր նման պատերազմների ժամանակ, ավելի արդյունավետ են պատերազմում, քան ժամկետայինները։ Թող մեկ ինձ բերի այսպես հիմնարար ուսումնասիրություն եւ ոչ թե իր սրտի ցանկությունը։ Մեր սրտի ցանկությունն էլ է, որ մեր զինվորները ընդհանրապես չզոհվեն։ Եվ ձեզ ավելին ասեմ, ոչ զոհվի պայմանագրայինը, ոչ ժամկետայինը։ Ժամկետայինը դա ապագա կյանք է, պայմանագրայինները, չգիտեմ, 2-3 երեխա են թողնում, որբ ու զոհվում են, ինչ կապ ունի։ Շատ ու շատ նմանություններ եւ տարբերություններ կա եւ այստեղ ողբը եւ չգիտեմ, ուրեմն կորուստը չափելը մի քիչ սխալ է։ Չէ, պատրաստվածության աշճանը։ Այ թող պատրաստվածության աշճանով թող որևէ մեկ ինձ ապացույց բերի, որ պայմանագրայինը ավելի արեստավարժ է եւ մարտական խնդիրն ավելի լավ է կատարում, նորից եմ գրում, հատկապես մեր տիպի պատերազմներում։ Մենք ամերիկյան բանակ չենք, ով ներխուժել է, չգիտեմ, Աղվանստան կամ այլ պետություն եւ կատարում է լրիվ ուրիշ խնդիր, հակատերորիստական եւ այլն եւ այլն։ Տեսեք, նշվում է, որ այ ադրբեջանական կողմը ուղարկում է հատուկ ջոկատայիններ, այսինքն պատրաստված մարտիկներ առաջիգից, հայկական կողմից դիմակայում են 18-19 տարեկան երիտասարդները։ Այո, ադրբեջանական կողմը գնում է ռազմավարական մեծ սխալի, որովհետև ադրբեջանական կողմը մշտապես սադրելով իրավիճակը մինչև 13-14 թվականը հասկանում էր, որ ժամկետայինների մեծ կորուստը ինքը չի կարող բացատրել իր ժողովրդին, որովհետև ինքը կեղծ տվյալներ էր ներկայացնում, փորձեց այս հարցով մեզ ճզմել, մեզ վնասել իր արեստավարժ զինվորականներով, պրոֆեսիոնալներով, այսպես ասած, բայց արդյունքում ինքը իր պրոֆեսիոնալ ոսկե ֆոնդն է այսօր ինքը մսխում։ Այսինքն այն կամ մի զորագունդ կամ չգիտեմ, ընդհանրապես ցանկացած բանակ իր, այսպես ասած, հատուկ նշանակության ուժերը շատ սակավաթիվ են ցանկացած բանակում։ Դա շատ թանկաճույք է, դա շատ դժվար է ստացվում, պատրաստվում եւ մեկ տարվա աշխատանք չէ։ Երբ որ դու հակառակորդի նկատմամբ 2 տարի շարունակ դիվերսիա ես կատարում եւ ոչ մի անգամ մարտական հաջողություն չունես, ես ուզում եմ հատուկ փաստեմ։ Ոչ միայն։ Ես ուզում եմ դա հատուկ շեշտեմ, որովհետև լրատվական դաշտում հուզական եւ ոչ մասնագիտական վերլուծությունները այլ տեղ են տանում։ Երբ որ մենք ցավոք զոհ ենք ունում սահմանի վրա, թող որևէ մեկը չկարծի, որ դա հակառակորդի գերխնդիր հենց այդ զոհն է։ Դա ընդհանրած խնդիր է, դա եւս ինքը ուզում է մեզ վնաս տալ, բայց երբեք մշակված այս կամ այն օպերացիան խնդիր չունի միայն գալ ու մեկ կամ երկու մարդ ինչ որ ոչնչացնել։ Ինքը շատ լուրջ խնդիր է դնում իր առաջ, մարդավարական խնդիր, այս բարձունքը գրավել, այս դիրքը գրավել, հետագա եթե հաջողվի զարգացնել այդ հաջողությունը եւ այլն շատ բաներ կան։ Բայց եթե դու 2 տարի շարունակ քո հատուկ նշանակության ուժերը ներդնում ես այս աշխատանքի մեջ եւ չունես որևէ նշանակալի հաջողություն, մեկ բարձունք, մեկ ճանապարհ, մեկ դիրք չես գրավել, մեկ էֆեկտիվ ավարտված գործ չունես, հետեւաբար ունես մի քանի տասնյակ զոհեր, այս տարվա ընթացքում միայն բացմամուլի ուսումնասիրությունից 220-ը հասնում է ադրբեջանական զոհերի, այլ դրանք չթաքցրած զոհեր են, այսպես ասած։ Դրանց մոտ կեսը մեկին 5, հա։ Ահա,
Այսինքն մենք, եթե ունես դու մեկ հայ ժամկետային զոհի դիմաց առնվազն 2-3 հատուկ նշանակության սպա կամ ենթասպա, ուրեմն դու հյուծվում ես ուղղակի։ Իսկ հայկական կողմից ինչ ծավալով է օգտագործվում, իհարկե հասկանում եմ ռազմական գաղտնիք է, բայց հատուկ ջոկատայինները Անհրաժեշտ ծավալով, բայց Փառք Աստծո դուք գիտեք, որ եւ մեր մամուլը բաց է, մենք որևէ դեպք չենք թաքցնում եւ ընդհանրապես առումով էլ օգտվելու արդից կուզենայի ասել, որ խնդրեի հորդորեի գործընկերներից, որ երբեմն ճիշտ է, շատ է բարձրացել մեր լրատվամիջոցների ընկալման մակարդակը, շատ մեծ աճ կա, բայց ամեն դեպքում երբեմն նորից զանգում են, ասենք Ադրբեջանը հաղորդում է, որ այ հայերը թաքցնում են 15 զոհ, մեկ էլ նորից զանգում են։ Պարոն Մեսյան, ինչպես կմեկնաբանեք սա։ Ես ուզում եմ մեկը միշտ խնդրեմ, հիշեք, դա անհնար է եւ դա վերջնական մերժված է մեր կողմից։ Հետևաբար Ադրբեջանի սադրանքներին այս ինֆորմացիան պետք չի ընդհանրապես բանատեղ դրել։ Ես նշեմ որպես լրագրող, որ ՊՆ-ի աշխատանքը այս առումով բավականին թափանցիկ է եւ Այնուամենայնիվ ուզում եմ ասեմ, որ դուք մամուլից գիտեք, թե մենք ինչ զոհեր ենք ունենում եւ ինչ կատեգորիայի հիմնականում զոհում։ Դե դրա համար եմ հիմնական ժամկետային ծառայությունը։ Դա նշանակում է մեր հատուկ նշանակության ուժերը ուրեմն համապատասխան որակի աշխատանք են տանում։ Եթե մենք չունենք այդպիսի զոհեր, եթե մենք տեսնում ենք, այո, մեր սպաները, մեր ուրեմն հրամկազմը, գիտեք, հարաբերակցությամբ ինչքան որ դիրքում կանգնած են 5 զինվորին, չգիտեմ, 1 սպա կամ 10 զինվորին 2 սպա, այդ հարաբերակցությամբ էլ ցավոք զոհվում են։ Դուք գիտեք, այս տարի ինչքան մենք սպաներ ենք կորցրել։ Բարձր։ Երկրորդ խնդիրը, որը քննարկվում է, եւ կարծես դրանից ելնելով կամ միգուցե ուրիշների մոտ այլ մոտիվացիա կա, սահմանին տեխնիկական հագեցվածության խնդիրն է, այսինքն հեռադիտակներ, չգիտեմ, հատուկ միջոցներ, որոնք կանխարգել են դիվերսիոն փորձերը կամ ավելի շուտ իմաց կտան տեղի ունենալիք դիվերսիաների մասին։ Որքանով է հագեցվածության վրա ուշադրություն դարձնում։ Գիտեք, ես այս մասով էլ մի քանի անգամ առանձնացել եմ բացատրելու, այստեղ մեկ շերտ չկա։ Այստեղ իրականում մասնակից։ Նշո հիմնական պատճառներից մեկը այն է, որ մերոնք լավ այստեղ կա մի քանի շերտեր, մենք մասնագիտորեն պետք է ասած ճիշտ հասկանանք։ Այո, երբ որ Ադրբեջանը սկսեց դիվերսիաները շատացնել, մենք ինքներս իհարկե դաշտում քննադատություններ եղան եւ այլն, բայց մենք ինքներս սկսեցինք շատ ուշադրություն դարձնել համապատասխան ուրեմն հագեցվածությանը։ Այսօր որ ասեմ, որպեսզի գլոբալ խնդիր կա, այլևս չկա, բայց ասել, որ այդ խնդիրը ընդհանրապես չկա, դա ազնիվ չի լինի, որովհետեւ տեսեք ինչ է կատարվում։ Այստեղ կա մրցավազք, այստեղ կա տեխնիկական զարգացվածության հարց։ Դու ունես գիշերային տեսադիտման սարք, ինքը բերում է դրանք կուրացնող ինչ-որ հատուկ սարքեր։ Դու անցնում ես ջերմադիտակ սարքի, ինքը անցնում է մի ուրիշ կուրացման համակարգի։ Դու անցնում ես, չգիտեմ, ռադիոլակատրով հայտնաբերման, ինքը անցնում է ռեբի համապատասխան տեխնոլոգիաների։ Այսինքն այստեղ կանգառ չկա։ Այստեղ բավարարված լինել անհնար է։ Չես կարող մեր ասել ես այնպիսի հագեցվածություն ունեմ, որ ընդհանրապես ոչ մեկ չի անցնի։ Նույն տրամաբանությամբ աշխարհի ցանկացած կոնֆլիկտային գոտում պիտի կողմերից մեկ ունենալով շատ փող, օրինակ, բացարձակ զենք ունենալ, այսինքն բացարձակ պաշտպանություն կամ բացարձակ հարձակում։ Այդպես պատկերացնում եք ոնց կարող է այդպես լինել։ Մենք այսօր ձեռք ենք բերում բարիս բուն իմաստով թանկարժեք, արդիական, լուրջ տեսադիտման սարքեր։ Բայց ասել, որ դրանք վերջնական հարցը լուծում են, ոչ։ Շատ տեղերում դու դա տեղադրում ես, մի քանի օր աշխատում է, էֆեկտիվ։ Այնպես որ վիզուալ էլ չի երևում, ինքը մի ուրիշ սարք է բերում, դա հայտնաբերում, հետո խփում, ջարդում է դա։ Այսինքն մշտական կռիվ կա։ Հիմա փորձենք ամփոփել եւ եզրափակել, փաստորեն մենք պետք է ապրենք, եթե մինչ այս պերմանենտ լարվածությունը հախոսում ենք, որ պատերազմ եւ խաղաղությունը, չգիտես որն է ավելի շատ, բայց համեմատաբար խաղաղությունը դոմինանտ էր, հիմա մեր հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, նույնիսկ տաք պատերազմի մեջ։ Ես կասեի մեր հասարակությունը արդեն գիտակցում է, մենք թերագնահատում ենք մեր հասարակությանը։ Դուք հավատացեք, մեր ժողովուրդը շատ ավելի խոհեմ է։ Ընտանեկան տրագեդիա է ընկալվում զոհը ընտանիքում, թե
ավելի դոմինանտ է, ընտանեկան տրագեդիան կա, հասկանում ամեն դեպքում կա։ Պետության պաշտպանության, հայրենիքի պաշտպանության խնդիրը որքանով է զուգորդվում ընտանեկան Ես շատ լավ հարց եք տալիս, չգիտեմ միգուցե այս հարցը այսպես բարձրաձայնելը, չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Շատ նուրբ է, բայց ամեն դեպքում շատ նուրբ հարց է, բայց ես գլուխ եմ խոնարհում մեր ժողովրդի առաջ եւ պետք է ասեմ, որ ես ապշած եմ։ Ես ինքս մոտ 20 տարի բանակում լինելով եւ ցավոք շատ մահեր տեսնելով հանդերձ, ես ապշած եմ մեր ժողովրդի խոհեմության, մեր ժողովրդի պետական մտածողության եւ ընկալման վրա։ Գիտեք, ընտանիքների զգալի մասը, մեծ գերակշիռ մեծամասնությունը, որ տոկոս չեմ ուզենա ասեմ, ուղղակի հիացմունքի արժանի իր ուրեմն պետականակենտրոն մտածելակերպով, իր հայրենասիրությամբ, չգիտեմ, այսօր բառեր չեմ գտնում ասել, սա ինչ որ պաթոսային չի, որովհետև մենք տեսնում ենք, դուք ինքներդ գնում եք, շատ լրատվամիջոցներ գալիս են մեր հետ այստեղ, չգիտեմ, հուղարկավորություններին եւ այլն, տեսնում են մարդկանց ընկալումը։ Մարդիկ ինչ բարձր գիտակցում ունեն, թե հայրենիք այսօր ինչ վիճակում է։ Այսինքն դրան այլընտրանք մեր ժողովուրդը շատ լավ գիտի իր պատմությունը, մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչ խնդրի առաջ է կանգնած, որ լավ ապրենք, չմահանանք, Ես նույնիսկ դա համարում եմ այդ հարցը ընդհանրապես համարում եմ աբսուրդային։ Մեր հասարակության մեջ զիջողականության որևէ բանի մասին խոսելը, ուղղակի չգիտեմ, ես անցած տարի մեկին օրինակ եմ բերել այդ հարցով, երբ որ ինքը այդ հարցը դրեց, ասի գնա Տավուր հիմա Փաղանիսի, չգիտեմ, Ոսկեպարի կամ մյուս Մովսես-Գյուղի բնակիչների մոտ հələ փորձի խոսել թուրքի ուժեղ լինելուց, մեր զիջելուց կամ հանձնելի շուրբան։ Քեզ մի քանի մասի կբաժանեն։ Հենց իրանք այդ պատասխանը կտան։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Այսքանով ավարտենք, ցանկանանք խաղաղություն, բայց միանգամայն պատրաստ լինենք պատերազմին, որի մեջ կարծես թե հենց հիմա ապրում ենք։ Այսքանը հետևեք Civilnet-ին, կհանդիպենք։